Պարոն Սիմոնյան, այս թեմայով մի հարց եթե կարելի է թույլ տվեք Արման Թաթյանը նախորդին հրավիրված ասուլիսում անդրադառնալով ձեզ իշխանությունից զրկելուն ասել է, եթե նախկին նախագահները որոշեն մասնակցել 2026-ի աժանդրություններին դրա պայքարին, ապա իր մոտ հարց է առաջանում, նրանք իսկապես ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա պաշտոնից, թե այստեղ այլ նպատակներ ու հարցեր կան, նաև հավելել է նախկին նախագահների չմասնակցության պարագայում, տեսեք, մենք մեր թիմը ինչպես միավորված Փաշինյանին կհեռացնենք։ Ես ինչ-որ մասով համակարծիք եմ պարոն Թաթյանի հետ, շատ հետաքրքիր կարոզարշավ եւ պայքար կլինի, եթե իրա նշված նախկին չընտրված նախագահները, իսկ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը երբևիցե Հայաստանի Հանրապետության նախագահը իմ համար չեն կարող համարվել, որովհետեւ ընտրությունների արդյունքները որևիցե մեկի մոտ հավատ չի ներշնչել, եթե իրենք չմասնակցեն, միգուցե շատ մենք ավելի լավ ընդդիմություն ունենանք Հայաստանի Հանրապետությունում, քան հիմա, բայց իրանք դա չեն անի, որտեղ իրանք մոնոպոլ դիրքերում նախկին չինովնիկների, բիզնեսմենների եւ բդեշխների շնորհիվ ամեն մեկը փորձելու է ինչ-որ ձևով ներկայություն ունենալ այստեղ, բայց շատ լավ գաղափար կա։ Ես պարոն Թաթյանին առաջարկում եմ սկզբից մի հատ այդ թեմայի շուրջ կանչի օրինակ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին բանավեճի։ Տեսնենք իրանք կվախենան, թե չեն վախենա, դուք ասում եք վախենում է։ Նույն իրանք էլ գործող երկրի ղեկավար չեն։ Հիմա ինքը տենց հավակնությունի գործող ղեկավարի է կանչում, թող հələ չգործող ղեկավարների նախքին կանչի, տեսնի իրանք կիշնեն իր մակարդակին, կգնան այդ բանավեճին, նոր հետո կխոսենք։ Իսկ ես չլսեցի ով հարց տալիս։ Կարող է հեռացնել ձեզ, եթե նախկին նախագահները։ Լսեք, եթե պարոն Թաթյանը այդքան ձեն կհավաքի, կկարողանա իր ասածը հասցնել, ինչու ոչ կարող է եւ ինչ որ ընտրությունների ժամանակ հաղթի եւ դառնա ինքը իշխանություն։ Հայաստանի Հանրապետությունում ազատ ընտրություններ են, բայց իմ կարծիքով այսօրվա անդիմությունը պարլամենտական պետքա շատ ակտիվ պատրաստվի 2031 թվականի ընտրություններին։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։